Ամանորյա օրերին տեղածառայությունը, ինչի մասին կանխազգուշացրել էին օդերևութաբանական կայանները դեռևս դեկտեմբերի վերջին օրերին, կաթվածահար արեց ողջ Երևանի երթևեկությունը։ Տեղումներից 4 օր անց, թեև կիսով չափ մաքրված են կենտրոնական փողոցները, երկրորդական փողոցներում դեռևս երթևեկելը ոչ միայն դժվար է, այլև վտանգավոր։ Եթե նախորդ տարիներին ձնամաքրման աշխատանքների ու աղբահանության պատասխանատուն քաղաքապետարանն էր, ապա արդեն այդ պարտավորությունը Սանիտեկ ընկերությանն է։ Սանիտեկի աշխատանքների ու քաղաքապետարանի վերահսկողության մասին պատկերացում կազմելու համար բավարար է այցելել օրինակ Նորքի զանգվածներ, համատարած աղբ, ձնապատ փողոցներ ու սառցեպատ մայթեր, որտեղով քայլելն ուղղակի վտանգավոր է։ Երևանի ավագանու Բարև Երևան խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ Երևան քաղաքի ձնամաքրման աշխատանքներն ամանորյա օրերին կարելի է գնահատել անբավարար։ Իհարկե ես էլ հաշվի եմ առնում, որ Սանիտեկը փուլային եղանակով մուտք գործեց քաղաքի տնտեսություն եւ անգամ տակավին վերջերս որոշ համայնքներում սկսեց աղբահանության աշխատանքների իրականացումը, բայց միևնույնն է, ես կարծում եմ, որ Երևանի քաղաքապետարանը պետք է պատրաստ լիներ ձմեռվա միգուցե անսպասելի իրավիճակներին, հատկապես երբ նույն դեկտեմբերի վերջերին արդեն օդերևութաբանական ծառայությունները զգուշացրել էին սպասվող առատձյան մասին։ Հաշվի առնելով այն փաստը, որ Սանիտեկի համար որպես Երևան քաղաքի ձնամաքրման աշխատանքների պատասխանատու սա առաջին տարին է եւ քաղաքապետարանը իր հերթին որպես վերահսկող չպետք է հույսը դներ միայն այս ընկերության վրա։ Մի կազմակերպություն, որը տակավին դեռևս իր ադապտացիայի շրջանում է Երևան քաղաքի աղբահանության եւ մաքրության առումներով, չի կարող միայնակ իրականացնել այս աշխատանքները։ Հետևաբար ես կարծում եմ, որ որքան էլ պատասխանատվությունը ծառայությունների մատուցումը արդեն պատվիրակված լիներ մասնավոր կազմակերպություններին, Երևանի քաղաքապետարանը սուտ արդեն մայրաքաղաքի անխոչնդոտ երթևեկի եւ նաեւ ինչու ոչ մարդկանց անվտանգության առումներով պետք է կանխամտածել լրացուցիչ միջոցներ ներգրավելու հարցը։ Արտուր Հովհաննիսյան, Նարեկ Բարսեղյան, Առաջին լրատվական։